Ահա, զանգերն էլ ավետեց։ Դրամատրության համար մութ հայերեն ասած թրթիր, որ եկավ ասապես, այնքան ուրախ եմ բոլորիդ ողջունել, որովհետև ես ակնհայտ գիտեմ, որ այս պահին այստեղ ներկա գտնվող մարդիկ ամենադրական հույզերն ու ապրումները ունեն, որովհետև այս երեկոյի ընթացքում Armconstruct ընկերության անունից ողջունելով ձեզ բոլորիդ պիտի ասեմ, որ հանդիսավոր պայմաններում տեղի ունենալու բնակարանմրուտի արարողակարգը եւ համընդհանուր, այսպես շատ հանդիսավոր կերպով պիտի հանձնվեն ձեր բնակարանների բանալիները եւ առևտրային տարածքների սեփականատերերը եւս նույն գործառույթի մասնակից կդառնան։ Բացի այդ, այսօր մեր հրաշալի, սիրելի մայր քաղաք Երևանում Կոմիտաս 60 հասցեով տեղակայված այս հրաշակերտ շինությունը կվառի իր լույսերը։ Դա կլինի ամենաէմոցիոնալ դրվագը, որ վստահ եմ այսօրվա հիշողությունները շատ հաճախ ձեզ այցելելու են հենց այդ պահի հետ մեկտեղ։ Մինչ այդ օգտվում ենք հյուրասիրությունից, հիշեցնեմ, որ արդեն իսկ կազմակերպիչները նախաձեռնել են շրջայցեր շենքի տարածքում, շատ շատերը շրջել են, տեսել են աշխատանքների որակները եւս մեկ անգամ վստահաբար ձեզ գոհացրել են։ Սա դեռ պաշտոնական մասը չէ, սա միայն մեկնարկն է։ Ես գիտեմ, որ ժողովրդի մեջ այնպիսի հետաքրքիր վերաբերմունք կա շինարարի նկատմամբ։ Եվ Կոմիտաս 60-ը կառուցապատող Armconstruct-ի բոլոր աշխատակիցները, ամբողջ թիմը եւ կապարարու ընկերությունները, այն ընկերությունները, որոնք աշխատել են նրանց հետ, այս գիտակցումը իրենց մեջ ունեցել են, որ կառուցում են երկար ժամանակի համար, կառուցում են ընտանիքների համար, կառուցում են ու վստահաբար նրանց դեռ շատ երկար օրհնելու են։ Ինչ կա մեր ծրագրում, նորից նշեմ, բանալիների պաշտոնական հանձնման արարողակարգ, պաշտոնական հատված, շփում, վայելում պահի, որովհետև սա սկիզբն է հազարավոր երազանքների, մարդկանց, ովքեր անսպասելի, բայց շատ գեղեցիկ ապրումներ այսօր պիտի ունենան, որովհետև եկել է այդ երկար սպասված օրը բացելու քո տան, քո կյանքի նոր մեկնարկի դուռը։ Ես բոլորիդ ողջունում եմ եւ մենք մի փոքր էլ երաժշտություն լսենք ու արդեն անցում կատարենք պաշտոնական մասին, որտեղ խոսքը ամրապնդված կլինի արդեն եւ թվերով եւ փաստերով ու նաեւ հաջորդելու է այս ամենին արդեն հուշածս արարողակարգերը։ Բարի գալուստ, սրտան շնորհավորում եմ, այսօր ամենագեղեցիկ ու դրական մթնոլորտն է այստեղ ու խտացված է ձեր սպասումների հետ, զուգորդված այդ հաճելի զգացումը, դա փոխանցվում է նաեւ մեզ։ Ես սրտան շնորհավորում եմ ձեզ եւ Կարինը Արուստամյանը արդեն այնտեղ է։ Ուսանշանակում է, որ ֆանտաստիկ երաժշտությանը միանալու է նրա էներգետիկան ձայնը, ու ասեմ քեզ Կարինա, մի տեսեք ոսոր Նյու Յորքյան վայբ է, չնայած ինչ Նյու Յորք, մեր Երևանը, մեր Կոմիտաս 60-ը այսօրվանից արդեն դառնում է իրականություն, որտեղ պիտի կյանքը երա լավագույնս, դուք թերևս Երևան քաղաքի ամենագեղեցիկ տպավորիչ, հրաշալի բնակելի համալիրի բնակիչներն եք ու հյուրերը։ Բարի գալուստ, մենք սկսում ենք Կարինա Արուստամյանն եւ The Band։ Love me forever.
հաջողությունը որ ունենք, եղանակը մի տեսակ մոռացության է մատնում։ Ջելի յուրեր տիկնակ եւ պարոնայք, Կոմիտաս 60 շենքի բնակիչներ, հյուրեր, ապագա բնակիչներ, բոլորիդ բարի երեկո եւ բարի գալուստ, իսկ հիմա ուզում եմ ակնկալել ձեր ծափահարությունները, մենք սկսում ենք երեկոն, շնորհակալություն։ Arm Construct ընկերության անունից ողջունում ենք իհարկե ձեզ։ Այսօրվա միջոցառումը նպատակ ունի իհարկե պաշտոնապես ձեզ ներկայացնելու Կոմիտաս 60-ը, անպայման ունենալու հանդիսավոր արարողակարգ եւ բնակիչների եւ կոմերցիոն տարածքների սեփականատերերին կանձնվեն իրենց բանալիները, ինչպես նաեւ մեզ սպասվում է շատ տպավորիչ լույսերի վարման արարողակարգ, որը կազմի նոր կյանքի, նոր երազանքների եւ նոր մեկնարկի ընթացքը Կոմիտաս 60 հասցեում։ Պատասխանատվություն եւ որակ այս երկու արտահայտությունները պարզապես խոսքեր չեն եւ չեն հնչում իմ կողմից որպես պաթետիկ շեշտադրում հաղորդող արտահայտություն տեքստին։ Իրականում երբ խոսում ենք կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հիմնադրի հետ ոգևորությունը Կոմիտաս 60-ի հետ կապված անասելի էր։ Այն զգացմունքային մոտեցումը գործին, որ դու շատ կարևոր ու նշանակալի մի բան ես անում, ստեղծում ես արժեք մարդկանց համար եւ թող բարձր չհնչի, բայց դա իրականում այդպես է, արժեք նաեւ մայրաքաղաքի համար։ Շինությունը, որը իր ներկայությամբ համայնապատկերում այսօր ունենալու է շատ գեղեցիկ ներկայություն։ Եվ բնականաբար Arm Construct ընկերությունը առաջին հերթին առանձնանում է, կարծում եմ բնակիչներ ու մարդիկ ովքեր, որ արդեն իսկ ձեռք են բերել իրենց բնակարանները ու այս շինարարական ընթացքի ժամանակ բազմիցս եկել են, տեսել են ինչպես են ընթանում աշխատանքները, մաքսիմալ թափանցիկությունը աշխատանքի գնահատել են ընկերության կողմից, կփաստեն, որ թե որակական տեսանկյունից, թե ժամկետների պահպանման տեսանկյունից, Arm Construct-ը նորից ու նորից եւ մասնավորապես Կոմիտաս 60-ի պարագայում, քանի որ այսօր այս իրադարձությունն է մեկտեղել բոլորիս տվյալ հասցեում, պահպանել են բոլոր խոստումները եւ սահմանել են նոր չափանիշ։ Ինչի համար ուզում եմ բոլոր ներկա գտնողների կողմից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել եւ բոլոր մասնագետներին Arm Construct ընկերությանը եւս մեկ անգամ ողջունենք ու ծափահարություններով շնորհակալությունը մեր ջերմորեն հայտնենք։ Ես առաջարկում եմ պաշտոնական ընթացքը հավոր պատշաճի այսպես ըստ ծրագրի անցկացնել եւ այստեղ ունենք մի շատ հետաքրքիր ու կարևոր ֆիլմ։ Ամեն քայլը, սկսած առաջին քարից, սկսած հիմքից, որը ամենակարևորն է ու կարևորվում է նաև կարգախոսի մեջ Arm Construct-ի, երևի թե կներկայացվի այս աշխատանքի մեջ, որը ամփոփ անդրադարձ է Կոմիտաս 60-ի ստեղծման պատմությանը։ Եվ այսպես ձեր ուշադրությունը այս հսկայական էկրանին, եկեք դիտենք այն։ Ժամանակակից, բայց մշակութային ինքնությունը պահպանած Հայաստանի վարդագույն մայրաքաղաքը Երևանը միշտ կանչող է, միշտ ջերմ ու հոգատար։ Մայրաքաղաքում յուրահատուկ ձեռագրով առանձնանում է նոր հասցե, որն այսօրվանից հարազատ կդառնա շատերի համար։ Կոմիտաս 60 պրեմիում դասի բազմաբնակարան այս համալիրն իր դռներն է բացել լավագույն թաղամասերից մեկում, Արաբկիրում, եւ հավակնում է դառնալ համայնքի այցեքարտը։ Այստեղ համադրված են Երևանի կոլորիտը եւ հայկական ճարտարապետության ավանդույթները։ Կոմիտաս 60-ը հասցե է, որտեղ աշխատանքը գերազանցել է սպասելիքները։ Arm Construct ընկերության նոր նվերը Երևանին վստահաբար ավելացնելու է նոր էջ լավագույնների պատմության մեջ։ Կոմիտաս 60-ը մի նախագիծ է, որը ծնվել է գաղափարից եւ ծանր աշխատանքի, հավատի ու համբերության շնորհիվ վերածվել է իրականության։ Նախագիծ, որում առկա է ժամանակակից ճարտարապետություն, վստահելի ինժեներական լուծումներ, որակյալ շինարարություն եւ ամենակարևորը մարդակենտրոն մոտեցում։ Այնպես պետք է արվեր նախագիծը, որ եկեղեցու հետ մեր համալիրը լիներ մեկ միասնություն։ Դրա համար հիմք հանդիսացավ հայկական ճարտարապետական, եկեղեցական էլեմենտները եւ տարրերը։ Հիմք դրսելով ճարտարապետական այդ կերպարները, մենք ստեղծեցինք ժամանակակից մեկ շենք, որտեղ մենք Կոմիտաս 60-ը ստեղծել ենք 21-րդ դարում։ Եվ շենքը պետք է մեր 21-րդ դարին համահունչ իր ամեն ինչով, թե տեխնիկական, թե ինժեներական, թե անվտանգության, թե ամրության տեսանկյունից, բայց պետք է ունենար իր մեջ հայկական ճարտարապետական գենետիկան։ Ու իմ կարծիքով մենք
մենք կարողացանք հասնել մեր դեմ դրված բարձրանպատակներին։ Կոմիտաս 60 բնակելի համալիրը տարբերվում է իր ուրույն արտադրության եւ բարդ կոնստրուկտիվ լուծումներով եւ այդ իսկ պատճառով մեր շինարարության ողջ ընթացքը իրականացվել է խիստ տեղհսկողության ներքո, կատարվել է մշտական փորձարկումներ բիտոնի եւ ամրանի որակական չափանիշները գնահատելու նպատակով եւ այս մոտեցումը մեզ թույլ է տվել ունենալ բարձր սեյսմակայունությամբ շինություն, ապահովելով մեր բնակիչների անվտանգության զգացումը շատ երկար տարիներ։ Ալկոնստրակտի հետ մեր համագործակցությունը սկիզբ է առել 2023 թվականին եւ համագործակցության սկիզբը սկսվել է հենց Կոմիտաս 60 համալիրից։ Այս շենքում կարողանում ենք համագործակցության սկիզբը նրանով, որ ընտրվել է բարձրորակ պատանային համակարգը, որ ինքներս մոտակարարում ենք Հայաստանում։ Մի քանի պրոֆիլ ունի տեսականի պատուհանների, սկսած էկոնում պլյուս սեգմենտից մինչև շատ պրեմիում եւ ալկոնստրակտը լավագույններից մեկը ընտրեց Կոմիտաս 60-ի համար։ Ոչ բոլոր բնականաբար Հայաստանում իրականացող պրոյեկտներում նմանատիպ պրոդուկտ մոտակարարվում։ Առհասարակ Կոմիտաս 60-ում կառուցվել են շատ խիտ եւ հագեցած ինժեներական ենթակառուցվածքներ։ Կցանկանամ դրանցից առանձնացնել մարդու կյանքի պաշտպանության եւ շենքի հրդեհային պաշտպանության համակարգերը, որոնք հրդեհային եւ վթարային իրավիճակներում մաքսիմալ անվտանգ եւ ապահով իրականացնում են վթարային վայրերից։ Դրանք ավտոմատ ծխի կառավարման համակարգերն են, դրանք սպրինկլերային ավտոմատ հրդեհաշիջման համակարգերն են, դրանք ազդարարման համակարգերն են եւ վթարային էլեկտրամատակարարման համակարգերն են, որոնց վրա շեշտադրված է հենց որակն ու իրապես աշխատանքը։ Կոմիտաս 60-ում մենք մեկտեղել ենք այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք ամբողջականորեն բավարարում են ժամանակակից բնակչի պահանջներն ու նախասիրությունները՝ լողավազան, մարզասրահ, մանկական խաղահրապարակ, կոնսերտ ծառայություն։ Մենք ձգտել ենք ստեղծել միջավայր, որտեղ բնակիչները ոչ միայն ապրելու են, այլ իրենց գալու են հոգատար եւ անվտանգ միջավայրում։ Ալկոնստրակտ ընկերությունը որպես կառուցապատող իմ համար կարծում եմ կարևորում է առաջին հերթին իր հաճախորդի բնակչի ցանկություններն ու կարիքները։ Սկսած նախամուտքից մինչև վերջին շտրիխը մտածված է ամեն ինչ, օգտագործված են բարձրակարգ նյութեր, փոխհամագործակցել ենք ամենաբարձր մակարդակի արտադրողների հետ, որպեսզի ստանանք իդեալական արդյունք։ Մենք գիտենք, որ բնակարան գնելը ցանկացածից համար պարզապես գործարք չէ։ Այն երկարատև ներդրում է մեր ընտանիքների կայունության ապագայի մեջ։ Այս նախագիծը մեր պատասխանատվությունն է Երևան քաղաքի նկատմամբ եւ իհարկե մեր բնակիչների եւ գործընկերների վստահության պատասխանը։ Ալկոնստրակտը պարզապես չի կառուցում շենքեր։ Որոնք վերաբերում են Կոմիտաս 60-ին, իրոք որ միայն շենքեր կառուցելով չէ, գիտակցումը, որ դու արժեքավոր գործ ես անում քաղաքի համար եւ առհասարակ մեր ընկալումներում տունը ամենաանվտանգ, ամենասպասված, ամենասիրելի անկյունն է, օջախ ասվածը եւ այսօր հանձնվելու են բանալիներ մի շարք ընտանիքների, հազարավոր ընտանիքներ արդեն իրենց բնակարանները ձեռք են բերել Ալկոնստրակտից Եվս 1000-ը սպասում են, որովհետև այս պայդրությամբ Ալկոնստրակտը ունի եւս 5 բնակելի համալիր, որոնց կառուցապատման աշխատանքները ակտիվ փուլի մեջ են գտնվում։ Բարեկամներ, շարժվելով առաջ, ես ուզում եմ հիմա նաև պաշտոնական այս հատվածում հրավիրել բեմ Ալկոնստրակտ ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանին, եկեք լսենք նրան ձեր ծափահարությունները ողջունենք։ Դավիթ, հանեցեք։ Հարգելի հյուրեր, գործընկերներ, սիրելի բարեկամներ, ուրախ եմ ձեզ ողջունել այս նշանավոր միջոցառման շրջանակներում եւ շնորհավորել բոլորի բնակարանամուտի կապակցությամբ։ Մենք այսօր բացում ենք Կոմիտաս 60 համալիրը, մի նախագիծ, որը ծնվել է գաղափարից եւ ծանր աշխատանքի, հավատի ու համբերության շնորհիվ այսօր վերածվել է իրականության։ Ալկոնստրակտում մենք միշտ հավատացել ենք, որ շենքերը միայն պատեր ու հարկեր չեն, դրանք այն վայրերն են,
որտեղ մարդիկ ստեղծում են իրենց կյանքը, ընտանիք կազմում, հիշողություններ ձևավորում, որտեղ բիզնեսները զարգանում են, իսկ համայնքը ուժեղանում։ Կոմիտաս 60-ը հենց այդ գաղափարի մարմնավորումներից է։ Այս նախագիծը մեր հերթական քայլն է դեպի ժամանակակից, որակյալ եւ մարդակենտրոն քաղաքաշինություն։ Մենք ձգտել ենք ստեղծել մի տարածք, որտեղ բնակիչները կզգան հարմարավետություն, անվտանգություն եւ պատկանելիության զգացում, ինչի արդյունքում կարողացանք սահմանել որակական ամենաբարձր չափորոշիչները եւ ժամկետային նախանձելի ճշգրտության բացարձակ օրինակելի արդյունք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ամբողջ թիմին, ճարտարապետներից մինչև շինարարներ, գործընկերներից մինչև բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացին այս նախագծին եւ իրենց ներդրումն ունեցան։ Առանց ձեզ այսօր այստեղ չէինք կանգնի։ Շնորհակալություն նաև մեր ապագա բնակիչներին վստահության համար։ Ձեր վստահությունն է մեզ ոգեշնչում գնալ ավելի մեծ նախագծերի, շարունակել ստեղծել եւ կառուցել այնպիսի վայրեր, որոնք արժանի են Երևանին եւ մեր երկրի զարգացմանը։ Այսօր բացում ենք դռները նոր կյանքի, նոր պատմությունների, նոր հնարավորությունների համար։ Թող Կոմիտաս 60-ը դառնա մի վայր, որտեղ հարմարավետությունը հանդիպում է որակին, իսկ տան ջերմությունը ժամանակակից քաղաքաշինությանը։ Արկոնստրակտ ընկերության անունից շնորհավորում եմ բոլոր ներկա գտնվողներին, հատկապես Կոմիտաս 60-ի բնակիչներին։ Մաղթում եմ, որ այս հրաշալի շենքի ներսում ձեր կյանքն ընթանա հրաշքներով լի, երջանիկ ու առողջ մթնոլորտում։ Շնորհակալություն բոլորին։ Շնորհակալություն Մելիբեմ, որպեսզի հենց ձեր մասնակցության բարոյական մենք հրավիրենք նաև գործընկերներին, ծափարենք, տեսնենք, ճանաչենք նրանց։ Ես ընթերցեմ օրները եւ վստահ եմ, որ մեր գործընկերները շատ արագ կմիանան մեզ։ Եվ այսպես գլխավոր բանկ գործընկեր Ամերիա բանկի կորպորատիվ եւ ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանին ենք հրավիրում ձեր ծափահարությունները Ամերիա բանկ գլխավոր բանկ գործընկեր Պարզ ասած, բոլոր այն ընտանիքները, ովքեր բանկի միջոցով ձևակերպել են իրենց հիպոթեքները, այս ամենը Ամերիայի օգնությամբ եւ շնորհիվ։ AC Design Engineering ինժեներական ընկերության տնօրեն Ցոլակ Հարությունյանին են հրավիրում ձեր ծափահարությունները, գործընկերներ, Կոմիտաս 60 կառույց, մարդիկ, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել այսօրվա հիշարժան իրադարձությանը։ Հեմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, էլեկտրամոնտաժային ընկերություն, գլխավոր տնօրեն Վլադիմիր Եսայան, ծափահարություններ, շնորհակալ ենք։ Անուններ, մարդիկ, ընկերություններ, որոնք նաև որակի երաշխիք են հանդիսանում, Arm Greek Shin, շինարարական ընկերություն, բարեկամներ, հրավիրենք հիմնադիր Արմեն Սարգսյանին ձեր ծափահարությունները։ Անջամբ կարևոր եւս մեկ շնորհակալագիր նախագծի ճարտարապետ Վախթանգ Սիրադեղյան ձեր ծափահարությունները համեցեք Վախթանգ Բրավո ստեղծագործ աշխատանքի համար ճոխացած գեղեցիկ եւ ակնահաճո հայկական ճարտարապետության ավանդույթներով ու մոդեռն հարմարավետությամբ արկայությամբ եւս Դրաքսման բետոնի արտադրության ընկերություն փոխտնօրեն Գրիգոր Խալացյանին ենք հրավիրում ձեր ծափահարությունները համեցեք խնդրեմ Հաջորդ թիվ Տրիվիա ընկերություն ինտերիեր դիզայն ընկերության հիմնադիր Սիրանուշ Օհանյանը ձեր ծափահարությունները, այն ինչ դարձնում է ամեն շատ ավելի գեղեցիկ կյանքը դարձնում է հաճելի վիզուալ առումով եւ ոչ միայն ընկալումների նրանց ձեռքի շնորհքն է։ Պրոֆայլ ընկերություն գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյան ձեր ծափահարությունները պրոֆայլի շնորհակալություն նաեւ ձեզ Տպավորիչ համագործակցության համար
Ինչպես նաև հրավիրում ենք այստեղ կոնստրուկտոր Աշոտ Ալավերդյանին ձեր ծափահարությունները Արին Ալավերդյան համեցեք Շնորհակալություն հիմա կարող եք հայացքները ուղղում ենք դեպի այս հատվածը հետ հաշվարկը միասին ենք անում 10 9 8 7 6 5 4 3 2 1 Բարի գալուստ Կոմիտաս 60 Բրավո Հրաշալի է, դուք երևի ավելի լավ եք տեսնում Շնորհավորում եմ բոլորից ելի բարեկամներ այսուհետ հենց այսքան լուսավոր գեղեցիկ հայեցի նկարագրով ու տեսքով այս շենքը կդառնա մեր ամենասիրելի տեսարաններից մեկը Երևան քաղաքում իսկ դուք բախտավոր մարդիկ այստեղ կվայելեք ձեր գեղեցիկ օրերը Մենք հիմա շարժվում ենք առաջ իմիջիայլոց Իթիվս մի շարք առավելությունների, որոնք ենթադրելի էին այս շենքում, որակի հետ կապված անվտանգության, ժամանակակից տենդենսների, ոնց նկատում եք նաև հայտնի եւ արտիստիկ մարդիկ կան հարևանների շարքում, օրինակ որպես գաղտնիք ասեմ, դուք առաջինները բնակիչները կլսեն այսօր Արկադի Դումիկյանի նոր երգերը։ Մարդը տանը պիտի փորձի այդ երգը երգել։ Դուք արդեն կունենաք լուսանկարների պորտֆոլիո նրա հետ, այնպես որ սա եւ մնացյալ բոլոր հավելյալ հաջողի բաները դեռ սպասում են առջևում։ Եվ այսպես բարեկամներ, հաջորդիվ տեղի է ունենալու բնականաբար մեր մյուս դրվագը, որից հետո ես պիտի խնդրեմ արդեն անցում կատարենք բանալիները հանձնելու ու առանց նրա երգերի դժվար են պատկերացնում իրենց ընտանեկան բոլոր միջոցառումները հայ ժողովրդի ջնշող մեծամասնությունը Արկադի Դումիկյանը կհրավիրենք նրան այստեղ եւ հանդիսավոր կերպով հանձնենք առաջին բանալին սիրված արտիստին եկավ ձեր ծափահարությունները որովհետեւ մենք Արկադի հետ սովորենք այդ ամեն անգամ լսել Շնորհավորում ենք Մերսի շատ բարև ձեզ հարևաններ ջան շատ ուրախ եմ նախ իմ ընկերոջ համար Դավիթ ջան շնորհավորում եմ ես առաջ օրվանից էլ հավատում եմ որ շատ լավ շենք է լինելու իրոքից եմ ասում я рад что я не ошибся я верю в это ամեն շնորհավորում եմ մեզ Հարևաներ ջան, շատ չեմ անհանգստացնի երկերով, քանի որ տակը դավոյից խնդրել եմ ստուդիայի տարածք, որ իմ հարևաների չխանգարեմ։ Շնորհավորում եմ բոլորից, հարևաներ ջան, մերսի շատ։ Արկադի Դումիկյանին բոլորը ճանաչում եք որպես լավագույն երգիչ, բայց ես կփաստեմ, որ նա նաև լավագույն ընկեր է, լավագույն ընտանիքի հայր եւ լավագույն բարեկամ։ Ախպերս ուզում եմ քո տունը լինի միշտ երջանկությամբ ու մենակ ուրախ առիթներով։ Ու վստահ եմ, որ կլինես այս բոլոր մարդկանց համար նաև լավագույն հարևան։ Շնորհավորում եմ։ Մերսի շատ։ Փոխանցում ենք կապերով, մերսի շատ։ Ասում լավ հարևանը, ումից հալավ։ Հերու բարեկամից լավ է, ծափահարություններ, իսկ Ահավոր սիրո պակաս մեր քաղաքով Սաղիկներ չվաչարված փողոցներով Սիրահար սրտերը էլ չեն երևում Երևի փակվել են տակ տներում Զանետարի սիրահարի Pechi izgaro Dobri sene şut verme Monsorundan ben kişere Yerastere skatare Morana bim hinu şere İzgete sucuk dalo Savardik yedi bano Sinero Dobri sene şut verme Monsorundan ben kişere Yerastere skatare Morana bim hinu şere İzgete sucuk
չկա մեր երկնքում երկուսով կթափվարենք գիշերներում անդադարտությունը կա շատ եմ սիրում երևի պատվել արևանե ջան նորից շնորհավորում եմ ծափերը բոլորի շնորհավորակներով գնացի թող լսերը շուտ վարվեն ոնց որ տարվեք իշերը երազներս կատարվեն մորանամ իմ հին նոշերը իսկ է կես ուդր տալով սավարնեք կոմիտասով սիրելով թող լսերը շուտ վարվեն ոնց որ տարվեք իշերը երազներս կատարվեն մորանամ իմ հին նոշերը իսկ է կես ուդր տալով սավարնեք Երևանով սիրելով Շնորհավորում եմ ձեզ Главное всего погода в доме Գնացիք մոյ դոմ մայա կրեպես Հավեսը Հարոման լովի Շալովնա Շնորհավոր Я всегда вперед шел без оглядки Пусть и просто все не очень гладко Душу смог я сохранить свою Было хуже, было даже лучше Все преграды на пути разрушим Сердце девичье обезоружим Чтобы здесь связать с одну судьбу Мой дом, моя крепость навсегда на вечность Все, что я собою крою Это все мое родное Мой дом, моя крепость навсегда на вечность Все, что я собою крою Это все мое родное Счастья вашим домам! Все проходит, нет секрета в этом И закат меняется рассветом Все обиды унесутся ветром Понял я, понять сумеешь ты Лишь семья святое до мужчины И нельзя назвали половинкой То, с кем ты душой не разделены И глядит взаимность не верны Мой дом, моя крепость Навсегда на вечность Все, что я собою крою Это все мое родное Мой дом, моя крепость Навсегда на вечность Все, что я собою крою Это все мое родное
моя крепость, навсегда на вечность. Все, что я с собой крою, это собою родное. Мой дом, моя крепость, навсегда на вечность. Все, что я с собой... Чигаров Геннадий! Narıkcan, gezeler sağlığı, narıkcan. Таким остался, и это важно для друзей. И кто бы как бы не поднялся, мы дружбой дорожим своей. Меккиро, эй, тур харусы, тухараза, артурнама. Es aşkarım, maranım es, de orteja, umiş pişum es, de vurvan, ben de randaja, kotaştava, svoji dorogi, svoji zima, svoja semija, na moj rešili na doroge, mi srede vmesте, sosedi ručke vršaj, moj drug, moj brat. Так было и до сих пор, так и будет, так и будет. Мой друг, мой брат, ты счастлив, я рад. С детства так было и до сих пор, так и будет. Спасибо большое. Если можно, хочу пригласить моего соседа на сцену. Можно? Нор Аревани. Ареванджан. О, Аркель, давайте аплодисментами встречаем Александруса, звездный состав жителей этого здания, не только Аркадий Домикян, также Александрус. Он так часто бывает у нас концертами, любимчик публики и представитель греческих песен, которые мы очень любим. Давайте еще раз поприветствуем Александрус, Топозидис и ключи от квартиры. Շենքը ինտերնացիոնալ շենք է, բոլոր ազգերից ունենք։ Ալեքսանդրոս ջան, поздравляю тебя, брат мой. Пусть будет полон радостью и счастья. Спасибо, брат, спасибо. Как можно уже предложить? Барин здесь. Правильно говорю? Продолжаем танцевать и аплодируем Александрусу. 3 пояснения. Спасибо большое. Друзья, я не знаю, вам это нравится или нет, но теперь у вас есть греческий сосед. Так что будем дружить. Армяне и греки, братья навеки. Спасибо большое. Давиджан, спасибо. Если можно, я пару песен тоже спою. Можно?
Зажигайте. Me subo cada poblador, si no me quiere, vas a y para seguir, era vivir, tu final de más, y para morir, café. Спасибо!